Սարգսյան հայրենյաց գյուղից ուրեմն այս նկարը արդեն 100 տարուց ավելի է, այս նկարը Գևորգ Հովսեփյանն է պատկերված իր ընտանիքի հետ, ուրեմն նա 1920 թվականին երբ թուրքերը մեր հայրենյաց գյուղ են ներխուժել, նա զինվորական էր Սարի Ղամիշից, լսելով որ գյուղացիներին թուրքերը գերեվարել են, նա եկել է, որ փորձել է բանակցել թուրքերի հետ, սակայն թուրքերը անդրդվելի են եղել, բռնել են Գևորգին, ինչպես նաև նրա եղբորը Հուսիկին, Հուսիկն էլ եղել է գիտնական, Դորպատի համալսարանը ավարտած եղել եւ բժիշկ է եղել, երկու եղբայրներին էլ Գևորգին էլ եւ Հուսիկին բռնել են թուրքերը, կապել են ձիուց եւ քաշ տալով բերել են այստեղ այս Ջաջուրի Հերերի կոչվող ձորը, գլորել են ձորը եւ այրել են։ Ուրեմն այնքան դիակները այնքան շատ են եղել, որ նույնիսկ մեր գյուղից կենտանի մարդ է եղել, Խանաև անունով, նա ջարդած մնացել է դիակների կույտի տակ, սուտ մերուկի է տվել, երբ թուրքերը հեռացել են, նա սողեցող փախել եւ եկել հասել է գյուղ, պատմել գյուղացիների հետ կապված այդ դաժան տեսարանը։ Ասեն, որ բացի նրանցից, Հուսիկից եւ Գևորգ եղբայրներից, Հովսեփյան մեր գյուղից 80 հոգու են տարել, բերել են այստեղ եւ այրել, գլորել են ձորը։ Գյուղացիներ տարել են կանանց, հիմնականում կանանց, երեխաներին եւ ծերերին։ Դուք այսպես քաղաքտականի ժառանգ եք, ցեղասպանություն ապրածի ժառանգ եք։ Ինչքանով եք իրատեսական համարում այսօր թուրքերի հետ հաշտություն, թուրքերի հետ բարեկամություն, իշխանությունները տեսնում եք, որ մեզ պարտադրում են, որպեսզի մոռանանք եւ հրաժարվենք այն պատմական ճշմարտությունից, որը տեղի ունեցել 110 տարի։ Ես ասեմ, որ 110 տարի է անցել, սակայն թուրքը մնում է թուրք եւ որևէ բարեկամություն եւ բացառում եմ, քանի որ մենք 1915 թվականից ցեղասպանությունից հետո տեսանք 18-ից 20-ական թվականների ջարդը, ինչպես նաև Արցախյան 44-օրյա պատերազմը, հենց դա ցեղասպանության շարունակությունն եմ համարում, քանի որ թուրքերը հենց ադրբեջանցիներին միանալով կոտորեցին մեր 5000-ից ավելի լուսավոր երիտասարդներին եւ ես չեմ կարող ասել, որ մենք կարող ենք բարեկամություն անել, քանի որ թուրքը հենց հայ մարդուն սպային երբ կացնահարում է, հենց այդ Գուրգեն Մարկարյանի դեպքը, որ Ռամիլ Սաֆարով ոճրագործը, որ իրականացրեց Բուդապեշտում եւ Հունգարիան էլ հենց նրան ազատեց այդ ոճրագործին, ես նման բացառում եմ, որ բարեկամություն անենք, ինչ բացառություն անենք, երբ որ թուրքը մեր ողերին դարավոր թշնամին է եւ 110 տարի էլ անցել է, սակայն թուրքը նույն թուրքն է մնում, որևէ բարեկամություն ես բացառում եմ։ Իսկ օրվա խորհրդի հետ կապված ինչ կասեք, տեսնում ենք, որ պետական մակարդակով այսպես չի իրականացվում ոգեշնչման արարողություններ։ Օրվա խորհրդով ես կարող եմ ասել, որ բոլորս ենք պարտավոր ոգեկոչելու, հիշատակելու մեր 1.5 միլիոն անմեղ զոհերի պայծառ հիշատակը, բոլորս պարտավոր ենք հիշելու եւ խոնարհվելու նրանց հիշատակի առջեւ։ Ազգային մեծ վիշտ էր, որ մեր ազգը ինքս ուշի սերունդներից ես